Հունվարի 1-ից հետո զորակոչվողների համար արդեն պարտադիր զինծառայության ժամկետը կլինի ոչ թե 24, այլ 18 ամիս։ Երկրորդ ընթերցումից առաջ զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվել ու դրական եզրակացություն է ստացել Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում։ 2025 թվականի դեկտեմբերի 12-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Զինծառայողին ազգուշությամբ ինքնասպանության հասցնել է, ԿԿ-ից են տեղեկացնում։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ 2026 թվականի հունվարի 1-ից անկախ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին կտրամադրվի մինչեւ 20% հետվճար, գործող 12%-ի փոխարեն։ Արդյունքում կենսաթոշակառուները եւ նպաստառուները կարող են բարձրացնել սեփական կենսաթոշակը կամ նպաստը մինչեւ 10,000 դրամով, գործող 6,000-ի փոխարեն։ Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի արտաքին գործերի նախարարը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակներում անցկացվող հանդիպմանը։ Հանդիպմանը գոհունակությամբ նշվել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցում արձանագրված նշանակալի արդյունքները, մտքեր են փոխանակվել առաջիկա անելիքների շուրջ։